Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ խոսքի արգելքի պայմանով, այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Անկախության հռչակագիրը մեր պետության ակունքն է, հիմնաքարը, ծննդյան վկայականը, այս մասին հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։ Գորիսի համայնքապետ Առուշ Արուշանյանի ազգականը 312 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Գորիսի համայնքապետարանի հետ, հայտարարված բաց մրցույթին այլ մասնակից չի եղել։ Մեկ այլ խոշոր պայմանագիր էլ կնքվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի քրոջ Նոնե Անդրեասյանի ղեկավարած ընկերության հետ։ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը շուրջ 76 միլիոն դրամի պայմանագիրը կնքել է առանց մրցութային պայմանների, առանց մրցույթի։ Կառավարությունը ևս մեկ նախընտրական նախաձեռնությամբ է հանդես եկել ու որոշել ապրիլի 1-ից 30%-ով բարձրացնել խնամքի հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը։ Արմենիա բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել, որի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Փաստիվոյի հետ զրույցում հայտնեցին քննչական կոմիտեից։ Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ։ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ 8 բնակավայրում օդանավերն ու արոտավայրերը գտնվում են հակառակորդի վերահսկողության տակ կամ վտանգավոր գոտում, ինչի պատճառով չեն օգտագործվում։ Այս մասին հայտնել է Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը։ Գիրանցի Բերքառա ցևահողերը, ոռոգման ջրի խնդիր չունեցող հողատարածքները այսօր հիմնականում մնում են անմշակ։ Բնակիչները Փաստինֆոյին հայտնել են, որ գյուղացիները լուրջ խնդիրների առաջ են կանգնել։ Հողատարածքները հայտնվեցին սահմանային շերտում, ինչը ենթադրում է հատուկ կարգավիճակ։ Դրանք մշակելու համար անհրաժեշտ է անցագիր։ Դատարանը արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին։ Նրան մեղադրում էին, որ զոն նայողի գործառույթներ է կատարել, դրսից բերված գրեֆներ է բաժանել Արմավիր քրեակատարողական հիմնարկի 3-րդ մասնաշենքում պահվող անձանց, ապա հանձնարարել է անկարգություններ իրականացնել։